Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Նախնական 2 տարի ժամկետով Հայաստանում կտեղակայվի Եվրամիության քաղաքացիական նոր առաքելություն, որն ունենալու է 20-ից 30 ներկայացուցիչներ, որոնք աշխատելու են Երևանում։ Նրանք Հայաստանի համապատասխան նախարարություններին եւ կառույցներին տրամադրելու են ռազմավարական խորհրդակցություն արտաքին տեղեկատվական մանիպուլյացիային եւ միջամտությանը, կիբերհանցագործություններին, ինչպես նաեւ ընտրական եւ քաղաքական համատեքստում ապօրինի ֆինանսական հոսքերին հակազդելու համար։ Այս եւ ընտրական այլ թեմաներին անդրադառնալու ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի հետ զրույցում։ Տիկին Ղազարյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ինչ մտավախություններ ունի Հայաստանի Հանրապետությունը, որ կարող են եվրոպացիներն օգնել, կանխել կամ չեզոքացնել այդ սպառնալիքները։ Ինչ կարող են անել նրանք, որ մեր պետական կառույցներն ըստ էության իզորու չեն անելու։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինչպես ձեր նախնական բացման խոսքում ասացիք, առաքելությունը ոչ միայն նախընտրական տրամաբանություն ունի, այլ նաև երկարաժամկետ տրամաբանություն ունի, ինձ թվում է բոլոր մարդկանց համար հասկանալի է, որ այս խիստ թվայնացված աշխարհում կիբերանվտանգությունը նույնքան կարևոր է, որքան սահմանների պաշտպանությունը, որովհետև կիբերհարթակներում են մեր անձնական տվյալները, մեր բանկային հաշիվները, մեր խոսակցությունները եւ շատ անձնական տեղեկություններ մենք տարածում ենք, պահպանում ենք կիբերհարթակներում եւ դրանց անվտանգությունը ազգային անվտանգության հարց է եւ նաեւ քաղաքացիական պայմանագիրը կիբերանվտանգության առանձին բաժին ունի իր նախընտրական բլոկում, որի մասին դեպի վարչապետը երեք իր նախընտրական ծրագիր ներկայացրեց, երկար ներկայացրեց թե ինչ նկատի ունենք դա ասելով եւ թվային անվտանգությունը այսօր բոլոր երկրների համար մարտահրավեր է, իհարկե Հայաստանի Հանրապետության ինստիտուտները եթե համեմատենք մի քանի տարի առաջվա համար հիմա անհամեմատ կարողունակ են այդ առումով, բայց ինչպես գիտեք հանցագործությունները զարգանում են, պաշտպանության մեխանիզմները նույնպես հարձակումների մեխանիզմները զարգանում են, պաշտպանության մեխանիզմները նույնպես պետք է զարգանան։ Ես ուզում եմ ասել, որ այս առաքելությունը միայն նախընտրական կոնտեքստ չունի, այլ երկարաժամկետ կոնտեքստ ունի եւ Եվրամիության առաքելությունը մեզ օգնելու է երկարաժամկետ մեր ինստիտուտների դիմադրողականության, դիմակայունության բարձրացման համար եւ միգուցե 2 տարին լրանալուց հետո նորից մենք շարունակենք համագործակցել, որովհետեւ իրենց փորձը մեզ համար շատ արժեքավոր է ոչ միայն այս ոլորտում, բայց հատկապես քանի որ սա նշեցիք այս ոլորտում։ Տիկին Ղազարյան, ակնհայտ է, որ նաև Հայաստանի իշխանություններն ունեն այն մտավախությունը, որ նաև հատկապես հիմա այս ընտրական գործընթացներին հնարավոր են արտաքին միջամտություններ։ Ինչ ազդակներ ունեք, ինչպիսի օրինակներ կարող եք ասել, որ իշխանություններն ունեն եւ կա այդ մտավախության հիմքը եւ օրինակ նույն եվրոպացիները կարող են նաեւ օգնել այս հարցում։ Ինչպես նախադեպերը մյուս երկրների ընտրություններին, որտեղ եղել են կիբերմիջամտություններ, այնպես էլ դիտորդների եւ իրավապահ մարմինների ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ կարող են թիրախավորվել հարթակները, այսինքն օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարթակը թիրախավորվի եւ մեր օրինակ տեղամասերի տվյալները կորչեն։ Պետք է ապահովություն եւ պահպանություն լինի, կարող են որոշակի էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված միջամտություն լինի։ Պատկերացրեք, եթե օրինակ Հայաստանում ընտրությունների օրը մի ժամով ամբողջ հոսանքը գնա։ Պարզ չէ, որ դա ընտրությունների նկատմամբ վերապահում կառաջացնի եւ սա այս գործիքները կիրառում են ոչ միայն հոգուտ կամ ի վնաս որևէ մեկի կեղծելու ընտրությունները, այլ երևի թե առաջին հերթին ընտրությունների ինստիտուտի նկատմամբ քաղաքացիների վստահությունը վնասելու համար, այսինքն որ քաղաքացիները մտածեն, որ միգուցե ընտրությունները չեն անցկացվում, մեր բոլոր քվեները ճշգրիտ չեն հասել տեղ եւ սա վնասելու, այսինքն այդ ընթացքում թվային են անցկացվում, գիտեք, բոլոր տվյալների հիմա այնքան թվայնացված է։ Այսինքն այդ որ ամբողջ ինստիտուտի նկատմամբ բոլոր ժողովրդավարական ամբողջ ինստիտուտների նկատմամբ կասկած առաջացնելու գործիքներ կարող են կիրառվել ոչ ժողովրդավար ուժերի կողմից միջամտության դեպքում, դա այդ ամենակարևոր բաղադրիչն է, որի առումով մենք պաշտպանության կարիք ունենք։ Իհարկե շատ ազդակներ կան, երևի լսած կլինեք դիտորդները, որ նաև միջամտության օտար երկրներից Հայաստան քաղաքացի հանդիսացող մարդկանց որևէ կերպ Հայաստան տեղափոխելու այդ պատմությունները, որոնք ազդակներ
փոխանցումները եւ գումարների մասին այո, գումարների փոխանցումները, թե նաեւ ներհայաստանյան ընտրակաշառքի դեպքերը, որոնք բացահայտվում են, մեր ինստիտուտները իմ կարծիքով, իմ համոզմամբ շատ ավելի որակյալ վիճակում են այս պահին, քան օրինակ 2021 թվականներ, որտեղ մենք նախընտրական կեղծիքների մասին միայն հետընտրական շրջանում իմացանք, որ տեղի են ունեցել եւ գիտեք, երեք էլ արդեն դատապարտված մարդու կա այդ հոդվածով, որը նախորդ ընտրությունների կեղծարարությանն է մասնակցել եւ օգտվելով առիթից ես կուզեի ասել քաղաքացիներին, որ իրանք ուշադիր լինեն եւ թույլ չտան, որ իրենց ներքաշեն հանցագործությունների մեջ, որովհետեւ ուղղորդված քվեարկություն բացահայտելը, քվեարկության հետ կապված պայմանավորվածություն ունենալը, շահագրգռելը կամ շահագրգռվելը, այսինքն մասնակցել կաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է, որը Հայաստանի քրեական օրենսգրքով պատժվում է մինչև 7 տարի ժամկետով եւ ամենայն հավանականությամբ Հայաստանի իրավապահները կգտնեն բոլոր այդ դեպքերը եւ խնդրել նաեւ որպես քաղաքացիներ թույլ չտալ, որ ինքներդ ձեր նկատմամբ հանցագործությունների մեջ ներգրավել, որովհետեւ ընտրակեղծարարություն հանցագործություն է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, թույլ մտվեք ձեզ դառնալ ձեր իսկ դահիճը։ Ձեր ընդդիմախոսներն էլ ունեն այն մտահոգությունը, թե ինչ երաշխիքներ կան, որ այս դեպքում էլ օրինակ եվրոպացիները, եվրոպական առաքելությունը իր հերթին չի ներգրավի Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա եւ հետեւաբար ազդեցություն չի ունենա։ Դե մտավախություններ կարող են լինել, օրինակ կարող են նաեւ մտավախություն ունենալ, որ այլ մոլորակայինները կհարձակվեն Հայաստանի վրա, այսինքն այդ մտավախությունները ինչ որ տրամաբանություն պետք է ունենան եւ ինչ որ տեղից բխային, որ դեպքում ասենք քանի դեպք կա աշխարհում հայտնի, որ եվրոպացիներ միջամտել են ընտրական գործընթացներին, ընդհակառակը եվրոպական միություն որտեղ որ աջակցել է երկրներին ընտրական գործընթացների առումով միշտ միջամտություններից զերծ պահելու մեխանիզմներ ներդրելու հարցում է աջակցել եւ մինչեւ հիմա աշխարհի ամենաժողովրդավար երկրները գտնվում են եվրոպական միությունում եւ ես վստահ եմ, որ եվրոպական միության մեր գործընկերների, ինչպես նաեւ մեզ համար բոլոր ժողովրդավար ուժերի համար շատ կարեւոր է, որ ճշգրիտ տեղի ունենա այն, ինչ Հայաստան քաղաքացիները որոշել են իրենց համար, որպեսզի միջամտություններ չլինեն եւ եթե հանկարծ օրինակ Հայաստան քաղաքացիները որոշել են ոչ եվրոպական ուղի ընտրել, ես վստահ եմ, որ նույն չափ երաշխավորված կլինի, եթե մենք անվտանգության գործիքներ կիրառենք, ոչ թե ասենք մարդկանց ուղղորդենք այս կողմ կամ այն կողմ, ես ապօրինի միջոցներով նկատի ունեմ, թե չքարոշչական միջոցներով ինչքան ուզենք կարող ենք ուղղորդել, էլի դա չխառնենք իրար։ Ձեր նախընտրական ծրագրում իհարկե դուք ընդգծում եք շարունակելու հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, բայց արդյոք նաև Եվրոպայի հետ այս համագործակցությունը իր ազդեցությունը չի ունենա Ռուսաստանի հետ հարաբերություններում, որովհետև շատ դեպքում անգամ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, երբ որ արտաքին միջամտություն են խոսում են արտաքին միջամտության մասին, նկատի ունենում հենց Ռուսաստանին։ Կարծում եմ դա գաղտնիք չէ։ Այո, ոչ միայն Ռուսաստանը կամ ռուսաստանյան որոշ ուժեր, նաև այլ տեղերից, հա, Հայաստան ժողովրդավարությամբ չշահագրգռված կենտրոններից կարող են որոշ ուժեր, դերակատարներ, ոչ միայն երկրներ, այլ նաև հա, ինստիտուտներ, կառույցներ, անվտանգության ծառայություններ միջամտել։ Եվ ես չեմ ուզում սեթեվել այդ հարցում, բոլոր հակաժողովրդավարական մտայնություն ունեցող տեղերից կամ ինստիտուտներից կամ մարդկանցից, խմբերից, չգիտեմ, կուսակցություններից այդ հարձակումներ կարող են լինել, որոնք կան նաև Հայաստան ներսում, այսինքն Հայաստանը եւս նկատի ունենք, հա, եթե այդ դրամաբանությամբ գնանք, որովհետեւ Հայաստանի ներսում այդպիսի դերակատարներ նույնպես կան։ Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, Եվրամիության հետ մեր համագործակցության եւ Ռուսաստանի հետ հարաբերություններին, իհարկե դա չի կարող մեկը մյուսով պայմանավորված լինել, որովհետեւ աշխարհում շատ երկրներ կան, որոնք շարունակում են երկուսի հետ էլ երկխոսել, երկուսի հետ էլ համագործակցություն ունենալ եւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել նաեւ ապրիլի 1-ի հանդիպման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի, որտեղ նաեւ այդ խոսակցություն տեղի ունեցավ, որ բնականաբար մենք միմյանց համագործակցությունների վերաբերյալ դատողություններ չենք անում, բայց հնարավորինս հարգելով միմյանց շահերը եւ ես կարծում եմ, որ հենց միայն այդ խոսակցությունը բավական է հասկանալու համար, որ նույնիսկ խոսակցության հանգամանքը, խոսակցության գոյության փաստը բավական է հասկանալու համար, որ Հայաստանը չի պատրաստվում թշնամանալ կամ գործիքայնացվել Ռուսաստանի դեմ, Հայաստանը ընդհանրապես, հա, իհարկե բարդ տարածաշրջանաբարդ իրավիճակը բոլոր ցուցանիշների միջազգային վարկանիշները ցույց են տալիս, որ մենք տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրն ենք, ամենաբաց երկիրն ենք, ամենաառաջադեմ երկիրն ենք, ամենաթափանցիկ մամուլի ազատությամբ, տնտեսական ազատություններով երկիրն ենք եւ բարդ է մեզ համար
կոմունիկացիաները տարբեր առումներով տարբեր հարևանների հետ, բայց մենք չպիտի էլի պատտվենք մեր հարևան երկրների վրա, ու նատկանք, որ իրանց երկրում ինչ որ բան այսպես չի կամ այնպես չէ, դա իրանց ներքին գործն է, մեր հարաբերությունները մենք կառուցում ենք Հայաստանի շահերի վրա եւ Հայաստանի շահերից բխում է Ռուսաստանի հետ ունենալ կառուցողական որակյալ առողջ հարաբերություններ։ Բայց այդ ընկալումը կա Ռուսաստանում։ Ես այն խոսակցություն, որ ես տեսել եմ ապրիլի 1-ին ես տեսել եմ, որ Ռուսաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչը, իրենց նախագահը շատ ըմբռնող է այդ հարցում եւ ամենևին չկա այդ բանը, որ Հայաստանը չի կարող ունենալ արտաքին հարաբերություններ։ Այդ հարցում ես տեսնում եմ, որ ընկալումը իհարկե բարդ է, փոխվում է, գիտեք, տարբեր դերակատարներ, տարբեր հարցազրույցներ են տալիս, տարբեր ինտրիգներ են Հայաստանից առավել եւս ինչ որ այստեղից ասում են, ոնց դուք չեք նկատել Հայաստանում ինչա կատարում, տնտեսական պատերազմ սկսեք մեր դեմ։ Իդեպ նույն դերակատարները մոտավորապես մի ամիս առաջ Իրանին էին ասում, ոնց դուք չեք նկատում Ամերիկայի դեսպանատունը, այստեղ խի չեք խփում, միայն այն կողմի վրա եք, այսինքն այդ մարդիկ անդադ Հայաստանի վրա ինչ որ աղետներ են հրավիրում, որոնք անդադար տեղի չեն ունենում, եւ Ռուսաստանի տնտեսական պատերազմը նույնպես տեղի չի ունենալու եւ դա նույնպես բան է, գուշակություն է եւ աղետ, որը կապ չունի իրականության հետ, իրականությունից կտրված է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մի քանի ընդդիմադիր կուսակցությունների անդրադառնալով օգտագործում է պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Կան գնահատականներ նաեւ թե հենց այդ ուժերի կողմից նման գնահատականներ եւ նաեւ որոշ քաղաքական վերլուծաբաններ, որ նման հայտարարությունները նաեւ վախի մթնոլորտ են ստեղծում հասարակության շրջանում։ Հայ եթե ընտրեցիք նրանց պատերազմ է լինելու, այսինքն ակնհայտորեն վախեցնում են ընտրողներին։ Ինչ կասեք այս գնահատականների մասին։ Նախ ես չեմ կարծում, որ Հայաստանի ժողովուրդը վախենում է պատերազմից, եթե դրանք լեգիտիմ շահերի համար են, այսինքն օրինակ եթե Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն պաշտպանելու համար լինի եւ Հայաստան վրա հարձակում լինի, բնականաբար Հայաստանի ժողովուրդը չի վախենալ դրանից, ընդհակառակը այս ուժերը ոչ լեգիտիմ շահեր են հետապնդում եւ իրանք այդ մասին բարձրաձայն եւ բացահայտ ասում են եւ ճիշտ է, այդ բոլորը սքողված են այնպիսի բառերի ներքո, ինչպիսիք է խաղաղություն, հայրենասիրություն, արժանապատվություն, սկզբունքայնություն, ուժեղություն եւ այլն, բոլոր բառերը գեղեցիկ են, բայց այդ բառերի ներքո գտնվող օրակարգերը իրանք բոլորը մարտահրավեր են տարածաշրջանային երկրներին, մեր հարևաններին, ինչ որ կերպ, ինչ որ ձև, եւ ես մեր ընտրողների հետ մենք ըմբռնում ունենք, թե ինչի մասին է խոսակցությունը։ Ես կուզենայի ձեր լսարանի առիթը օգտագործելով խոսել իրենց ընտրողների հետ։ Իրենց ընտրողների բանականությունը չի վիրավորվում արդյոք, երբ որ իրանք լսում են, երբ որ այդ եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներից մեկը օրինակ իր տեքստը սկսում է այն բանով, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում ասաց Արցախը Հայաստան է եւ վերջ եւ դրա արդյունքում տեղի ունեցավ պատերազմ, բայց Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ պետք է ամրագրվի, որ Հայաստան պետության նպատակը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորումն է։ Այսինքն այն որ դեկլարատիվ հայտարարություն է կարող էր պատերազմ բերել, իսկ այն որ արժանապատիվ սկզբունքային եւ այլն էս բառերի ներքո գրում եք որ սա մեր սահմանադրական նպատակը պետության դա է, դա չի լինելու, հա, դա խնդիր չի առաջացնելու։ Իրենց ընտրողները թող տեսնեն թե ինչպես են սկսում նախադասություն եւ ինչպես են վերջացնում։ Ես վստահ եմ որ նրանց ընտրողները, նրանց համակրող մարդիկ նույնպես ունեն բանականություն, վերլուծական կարողություն եւ իրենք կկարողանան տեսնել որ աղետաբեր խոսույթ ունեն այդ ուժերը։ Այդ ուժերի շրջանցելով խոսքը գաղտնիք չէ որ խոսքը ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայաստան դաշինքի մասին է։ Տեսեք, իշխանությունն ասում է որ նրանք ունեն մեկ միասնական տեխնացու եւ դա Ռոբերտ Քոչարյանն է։ Բայց նրանք էլ նման հայտարարություններից հետո ամեն մեկը իր հերթին թե Բարգավաճ Հայաստանը եւ թե Հայաստան դաշինքը ուժեղ Հայաստանը հայտարարեցին որ ոչ մենք մեր ձայները Ռոբերտ Քոչարյանին չենք տալու։ Ինչի վրա են այդ դեպքում հիմնված ձեր գնահատականները։ Նախ հարցային չի որ իրանց տեխնացունը Ռոբերտ Քոչարյանը հարցային է որ ընդդիմադիր դաշտում այդ 3-ի դաշտում միայն մեկ մարդ կա ով ինքնահայտարարագրվել է որպես տեխնացու եւ դա Հայաստան դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանն է։ Բարգավաճ Հայաստան չունի վարչապետի տեխնացու, իսկ ուժեղ Հայաստան կուսակցությունը ունի վարչապետ տեխնացու, որը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով չի կարող լինել վարչապետ տեխնացու։ Ես նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Բարգավաճ Հայաստանի այդ համագումարի ժամանակ Մարտուն Գրիգորյանը վեր կացավ, Մարտուն Գրիգորյան, որը բանն է, հա, Գյումրի մեկ սցենարի գլխավոր դերակատարն է, վեր կացավ եւ ասաց արել ենք մի անգամ, կանենք երկրորդ անգամ։ Մենք ցույց տվեցինք, որ Գյումրիում դա հնարավոր է, բայց ինչ էր հնարավոր Գյումրիում
իրական ինչ ենք մենք հասկանում, երբ ասում ենք Գյումրի 2։ Հնարավոր էր այն, որ ամբողջ նախընտրական շրջան Մարտուն Գրիգորյանը ասաց, որ իրենք որևէ դեպքում կատեգորիկ չեն աջակցելու Վարդան Ղուկասյանին, ձեռքը կտրես չի աջակցի, որտեղ Արիան Վրեժի բան թեմաներ կային իրենք իրար նկատմամբ անհանդուրժողականությունն վերջում խափեց, այսինքն խափելն է հնարավոր, Գյումրի 1-ը խափելն է, Գյումրի 2-ը խափել 2-ն է։ Հետևաբար այդ ուժերը, երբ որ իրանք Գյումրի 2-ն են նկարագրում, նրանք նկարագրում են թե ինչպես է խափում իրենց ընտրողներին, որովհետև այդ ուժերը գիտեն որ կան մարդիկ, ովքեր իրենց կարող են ընտրել, բայց Ռոբերտ Քոչարյան ոչ մի դեպքում ձայն չեն տալու։ Տեսեք, Ադրբեջանից այսպիսի հայտարարություններ են հնչում, թե Հայաստանի Հանրապետությունում խորհրդանական ընտրությունները եւ Սահմանադրության հանրաքվեն կարող են վճռորոշ դեր խաղալ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Դուք ինչպես կմեկնաբանեք նման հայտարարությունները, որովհետեւ ամեն նման հայտարարությունից հետո ձեր ընդդիմախոսներն ասում են, այդ տեսակ, որ ասում են օրինակ Ադրբեջան եւ Թուրքիան աջակցում են իրենց նման հայտարարություններով Հայաստանի իշխանություններին։ Գիտեք, ես պաշտոնական մակարդակի այդ հայտարարությունները առանձնապես մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Մենք տարիների վեր, տասնամյակների վեր, սա վերաբերում է նաև Թուրքիա արտգործնախարարի հայտարարությանը, ջանք ենք գործադրել, որպեսզի Հայաստանի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ լինեն ոչ թե թշնամական, այլ գոնե չեզոք։ Լավ կլիներ, որ նաև դրական լիներ։ Եվ եթե մենք սպառնալիք եւ թշնամական ռետորաբանություն չենք լսում, ես դա արդեն գնահատում եմ լավ։ Իհարկե դա որևէ կերպ, իհարկե որոշակիորեն կարող է բացասականացնել ներհայաստանյան խոսակցությունների Հայաստանի ընտրությունների վրա, հա, հաշվի առնելով այն տրավմատիկ փորձառություն, որ մենք ունենք Ադրբեջանի հետ, հնարավոր է որ այն ուժը, որին ինքը կաջակցի, նրա ռեյտինգի վրա բացասաբար կազդի, բայց ես հակված չեմ մտածել, որ իրենք դա հատուկ անում են ընդդիմությանը աջակցելու համար, միգուցե իրենք պարզապես փորձում են հաղորդակցել իրենց դիրքորոշումները հրապարակայինորեն։ Տիկին Ղազարյան, երեկ եւ այսօր ըստ էության բավականին շատ քննարկվեց համացանցում նաեւ Ստեփանակերտի եկեղեցին քանդելու ադրբեջանական այդ քայլերը, ասում են մի կողմից խոսվում է խաղաղության մասին, բայց մյուս կողմից այնտեղ դեռ հայ գերիներ ունենք եւ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական կոթողները, եկեղեցիները։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի համար, հաստատված չեն տեղեկությունները, որքան որ ես գիտեմ, այսինքն միգուցե արժի հաստատմանը, չնայած շատ վստահ են խոսում, հա, համացանցում այդ տեղեկություն տարածողները, միգուցե արժի հաստատման նոր դատողություններ անելուն։ Ես պարզապես կուզենայի նայի, որ ռետորական հարց հնչեցնել այս կապակցությամբ, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերները Ադրբեջանի դարձրել են ներհայաստանյան կյանքի կարևոր գործոն եւ բերել են մխրճել են նախընտրական տրամաբանության մեջ, երբ որ իրենք հայտարարում են, որ օրինակ Ադրբեջանը չի կրակում սահմաններին, որպիսի աջակցի իշխանություններին վերընտրվել, արդյոք քաղաքացիները կարող են այս դրվագից մտածել, որ սա օրինակ այսպիսի դրսևորումները աջակցություն են ընդդիմությանը, որպիսի իրենք կան իշխանության։ Ես ավելի շատ կուզենայի, որ այսպիսի մտքեր չհնչեին եւ մենք չբերեինք Ադրբեջանին մեր ներքաղաքական կյանքի մասնակից դարձնեին, բայց նրանք ովքեր մասնակից են դարձրել, պետք է բացատրեն, որն է նպատակը նախընտրական շրջանում նման ինֆորմացիայի տարածման։ Եվ ամփոփելով մեր զրույցը, սպասվում է, որ շուրջ 2 տասնյակ քաղաքական ուժ է մասնակցելու ընտրություններին։ Դեռևս վերջնական չկա, ապրիլի 23-ն է վերջնաժամկետը հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու, բայց դատելով հաշիվ բացելու այդ գործընթացից 22-23 քաղաքական ուժ արդեն հաշիվ է բացել, այսինքն շատ ուժերի մասնակցությունը դուք դրական թե բացասական եք գնահատում։ Իհարկե դրական եմ գնահատում, որովհետև Հայաստան քաղաքական դաշտը բաց է, շատ մարդիկ պետք է մասնակցեն եւ շատ մեծ հնարավորություն ունենան քաղաքացիները ընտրելու, որովհետեւ ես գիտեմ, որ այս ԲԲՌ ընտրությունից նաեւ քաղաքացիներն են հոգնել, հա, այդ առումով եւ ես հույս ունեմ, որ այս ընտրությունների ձայները հնարավորինս բազմազանեցված կլինեն, այն որ ամենատարբեր ուժեր, ամենատարբեր օրակարգերով, հիմնական սոցիալական օրակարգերով, հա, մասնակցում են ընտրություններին, սա ցուցիչ է այն բանի, որ ճշմարիտ է մեր ընդդիմումը, որ Հայաստան խաղաղությունը հաստատված է եւ մենք հիմա պետք է ներհանրային կյանքի տարբեր կողմերով զբաղվենք, հա, 300,000 աշխատատեղ, 25,000, չգիտեմ, բիզնեսի աջակցություն եւ այլն բնակարանները, սրանք օրակարգեր չեն, որոնք կործանվող երկրում կարող են առաջանալ, սրանք օրակարգեր են, որոնք բնականon զարգացող երկրում կարող են առաջանալ եւ այն ուրախ հոլովակները, գունավոր հոլովակները, լավ տրամադրությունը, սոցիալական, կրթական, մշակութային ծրագրեր, որոնք առաջարկում են մեր ընդդիմադիր ուժերը, ցուցիչ են այն բանի, որ Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական պայմանագիր կարողացել է իրականացնել իր
խոստումը, բերել է խաղաղություն եւ այդ խաղաղության օրակարգի հիման վրա ահա այսպիսի բազմազան նախընտրական շրջան է տեղի ունեցել եւ քանի որ ասացիք որ ամփոփելով եք այդ հարցը տալիս ես նաեւ վերջում կուզենամ հորդորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին անկախ իրենց քաղաքական նախապատվությունից հունիսի 7-ին գտնել ժամանակ գնալ ընտրատեղամաս մտնել քվյախցիկ եւ քվյախցիկում որոշում կայացնել Հայաստանի ճակատագրի համար, որովհետեւ սա շատ կարեւոր օր է լինելու Հայաստանի ապագայի համար։ Ես ինքս խնդրում եմ քաղաքացիներին տեր կանգնել Հայաստանի խաղաղությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը եւ հատկապես խաղաղությանը, որը կապահովի այն մնացած բաները, որոնց մասին արդեն խոսեցինք։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանն էր։